Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից ստուգումներ են անցկացվել Ալավերդու քաղաքապետարանում, հայտնաբերված թերությունները քննարկման առարկա կդառնա ավելի ուշ, իսկ մինչ այդ քաղաքապետը նշեց, որ լուրջ թերություններ ու խախտումներ չեն արձանագրվել, իսկ արձանագրված թերությունները զուտ կազմակերպչական բնույթ ունեն, փաստաթղթային եւ կազմակերպչական առումով քաղաքապետարանի աշխատակազմում դեռևս անելիքներ կան։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերվում էր Սանահին գյուղական թաղամասում կառուցված առևտրի տաղավարին։ Քաղաքապետարանի միջոցներով կառուցված տաղավարի հարևանությամբ գտնվող տարածքում առևտրով զբաղվող սանահնեցիները կարող են կառուցապատման իրավունք ստանալ եւ նմանատիպ տաղավարներ կառուցել առևտրի կազմակերպման համար։ Սանահինի մասին խոսելով քաղաքապետը նշեց, որ առաջիկայում կայցելի թաղամաս ծանոթանալու նախկին տիպային գրադարանի շենքի հնարավորություններին, շենքը վթարեն է եւ իրավիճակին ծանոթանալուց հետո կքննարկվի այն արարողությունների սրահ դարձնելու հնարավորությունը։ Քաղաքում հայտարարված մաքրման եւ բարեկարգման միամսյակն ամփոփվելու է ապրիլի 27-ին, ասում է քաղաքապետը։ Այդ օրը մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կկատարվեն քաղաքի խորհրդանիշ պատմական հուշարձանների տարածքում։ Ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների հարևանությամբ Սանահինի եկեղեցի, Սանահինի կամուրջ եւ ելի մի քանի վայրեր, որպես այդ օրը մենք կարողանանք վերջակետենք այս մեկամսյա չարչարանքների աշխատանքների ու հետագայում արդեն անցնենք ամենօրյա պահպանման եւ մաքրման ընթացիկ աշխատանքների։ Մի խոսքով 27-ը նշում ենք որպես այդ ավարտական օր անկախ եղանակից։ Խոսելով առաջիկա համաքաղաքային միջոցառումների մասին, Արտավազդ Վարոսյանը նշեց, որ այս տարի հանդիսավորությամբ կնշվի նաև մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրը։ Տոնի արդիվ Ալավերդու քաղաքապետարան կհրավիրվեն այս տարի իրենց աշխատանքով աչքի ընկած տարբեր ոլորտների աշխատակիցներ, աշխատանքում հաջողություններ գրանցած ալավերդցիներ։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր հարկուտուրքերի հավաքագրմանը։ Արտավազդ Վարոսյանը հանձնարարեց այսուհետ եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի հավաքագրումների տվյալների ներկայացման հետ ներկայացնել նաև բնակչահագործման տղամասերի հավաքագրումների մասին ամփոփ տվյալներ։ Խորհրդակցության վերջում խոսվեց նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքի մասին։ Քաղաքապետը նշեց, որ այս ամսվանից սկսած գործելու է պրեմիաների համակարգ։ Քաղաքապետարանի աշխատակազմի լավագույն աշխատողներն այսուհետ պարգևատրվելու են։ Սա ավելի լավ աշխատելու խթան կհանդիսանա, կարծում է քաղաքապետ Վարոսյանը։ Աշխատանքի կազմակերպման կառավարման էֆեկտի հասնելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ մենք որոշակի մոտիվացիա աշխատողներից ստեղծենք եւ կապենք իր վարձատրության չափը նման մեխանիզմով իր աշխատանքի արդյունքների հետ։ Ապրիլի 23-ի երեկոյան Ալավերդու քաղաքապետարանի եւ Ալավերդու երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց բողոքի ակցիա։ Երիտասարդական միության երիտասարդներ, քաղաքապետարանի ու տարբեր կառույցների աշխատակիցներ երթով շարժվեցին դեպի անմեղ զոհերի հուշարձան։ Ակցիային միացան նաեւ անցորդ ալավերդցիները։ Երիտասարդներն իրենց հետ նաեւ պաստառներ են բերել, որ տեղամոթի կոչեր են երիթուրք առաջնորդների հասցեին։ Երթի անցկացումն Ալավերդում արդեն տարիների ավանդույթ ունի, ասում են կազմակերպիչները։ Նրանց կարծիքով ցեղասպանության ճանաչման գործընթացը այսօր ավելի քան երբևէ լուծման ճանապարհին է։ Եթե նախկինում ապրիլի 24-ին հայերը միայն ողբում էին մեծ կորուստը, հիմա նաև պայքարում են։ Բազմաթիվ ալավերդցիներ ջահերն ու մոմերը ձեռքներին շարժվեցին մինչև անմեղ զոհերի հուշարձան, որտեղ 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, այնուհետև աղոտ բարձրացրին առ Աստված։ Կարևորությունն է, որ ժողովուրդը ավելի ոգևորվում է։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է մասնակցի եւ կոչենք ապրողած։ Կարծում եմ, որ սա պարտականություն է բոլոր հայերիս համար, մասնավորապես երիտասարդներին։ Մենք էլ մեծերս իհարկե երիտասարդների կողքը պետք է լինենք։ Մենք ունենք մեր արդար պահանջատիրությունը, բայց միևնույն ժամանակ բոլոր նմանատիպ երթերը հիշատակի միջոցառումները ընդամենը մեկ ամենագլխավոր նպատակն են հետապնդում, որպեսզի այսուհետ անհնար դառնա նման դաժանություններ։ Ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգեհանգստյան կարգից հետո բազմաթիվ ալավերդցիներ սգո երթով շարժվեցին դեպի անմեղ զոհերի հուշարձան, որտեղ ծաղիկներ դրեցին եւ 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Ամեն տարի ալավերդցիների մեծ բազմություն է հավաքվում անմեղ զոհերի հուշաքարի մոտ ու յուրաքանչյուրը գալիս է կորստի մեծ ցավ ապրելով։ Այս անգամ էլ Ալավերդու տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ եւ նորաստեղծ դերասանական ստուդիայի սաները
ցեղասպանության թեմայով բանաստեղծություններ արտասանեցին, հիշելով նաև սպանդի զոհ դարձած հայ բանաստեղծներին։ Ամբողջ մարդկությանը պահանջում ենք, որ եղեռնագործությունը ոչ մարդկային արարք է։ Պետք է բոլորը դատապարտեն։ Ազգությունն այս պարակայում պետք է մոռացվի, որովհետև ջարդը եղեռն է մարդու նկատմամբ ոչ արարչական գործուն է։ Դրա համար մարդիկ պետք է անպայման միավորվեն, եւ ես հույսով եմ, որ մեր ժողովուրդը, հատկապես հայերը եւ մեր պետությունը եւ երիտասարդությունը այս գործում մեծ անելիքներ ունի։ Խնդրեմ, հետևեք, տեսեք ինչքան մեծ նախաձեռնություններ են ծնվում, սկսած մանկապարտեզից։ Պետականության նկատմամբ սերը, ժողովրդի նկատմամբ սերը այնպիսի բարձրության վրա պետք է լինի, որ ոչ մի ազգ երբևիցե չփորձի երկրորդ գենոցիդը մեր մասին մտածել։ Ինչ վերաբերվում է իրավական մասին, Փառք Աստծո, եւ ամերիկյան եւ եվրոպական շատ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում մեր ժառանգական իրավունքի մասով փորձում են որոշակի, նույնիսկ ունենք հաջողության դեպքեր։ Այս շաբաթ Ալավերդու քաղաքապետարանի աշխատանքների օրակարգում կրկին բնակչագործման տեղամասերի աշխատանքներ, մասնավորապես հարկերի հավաքագրումը։ Բնակիչների կուտակած պարտքը բավականին մեծ թիվ է կազմում։ Թիվ 1 բնակչագործման տեղամասում 50 միլիոն դրամ ապարկ կա, թիվ 2 բնակչագործման տեղամասում 102 միլիոն դրամ։ Վարձավճարների կուտակված պարտքերի մասին քաղաքի ներքևի հատվածում բնակիչները տեղեկացվում են ծանուցագրերի միջոցով, իսկ Սարահարթ թաղամասում շքամուտքերում փակցված է շքամուտքի բնակիչների պարտքի մասին տեղեկատվություն։ Բնակչագործման տեղամասի իրավասությունների մեջ մտնում է շենքերի սանիտարական մաքրումը, դերադիզացիոն աշխատանքները, աղբի կուտակումների վերացումը, օդատարերի մաքրումը։ Բնակիչները շատ հաճախ չեն վճարում իրենց վարձավճարները, պատճառաբանելով, թե բնակչագործման տեղամասերի ծառայությունների շրջանակի մեջ մտնում են նաև այլ աշխատանքներ, օրինակ տանիքների կամ շքամուտքերի նորոգումը։ Բնակչագործման տեղամասի աշխատակիցները հետևում են կոմունալ համակարգին, գոյողատարերի մաքրում են իրականացնում, որը սակայն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, ասում է քաղաքապետը։ Բարեկարգ շենքի բակեր ունենալու համար բնակչագործման տեղամասն անհրաժեշտ է, իսկ եթե նման ապարքներով աշխատանքը շարունակվի, բնակչագործման տեղամասերն Ալավերդում կարող են լուծարվել, իսկ բազմաբնակարան շենքերի կառավարումը կարող է դառնալ անվերահսկելի։ Որպեսզի նման դեպք տեղի չունենա, վերջին 1 ամսում լուրջ աշխատանքներ են իրականացվում հավաքագրումներ ապահովելու համար։ Արդյունքներն արդեն իսկ նկատելի են։ Թիվ 1 բնակչագործման տեղամասն իր եկամուտները այս ամիս առաջին անգամ կապահովի շուրջ 100%-ով։ Կոչ եմ անում բոլորին, որպեսզի չփորձեն գտնել պատճառաբանություն, որ խուսափեն իրենց վրա հաշվարկված վարձավճարները։ Դա պարտադիր վճար է, որ պետք է վճարվի բնակչի կողմից։ Կա դրա համար նախատեսված օրենքներ, որ եթե փորձենք անընդհատ ԲՇՏ-ին մեղադրենք, աշխատում են օրենքի սահմաններ, ոչ օրենքից ավել բան կարող են անել, ոչ օրենքից պակաս։ Ու մեր հիմնականում խնդիրը եւ որ բնակիչները չեն բնակվում, պատճառաբանում են, որ չենք բնակվում, ինչի համար պետք է սպասարկման վարձ վճարենք։ Դա նույնպես օրենքով է կարգավորված։ Ուրեմն բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքում հստակ ասվում է, որ ապրել կամ չապրելը չի ազատում ձեզ բնակչագործմանը վճարվելիք վարձավճարներից եւ ԲՇՏ-ն իրավունք չունի օրենքից դուրս չապրելու դեպքում ձեր պարտքը, բնակիչի պարտքը զրոացնի կամ հաշվարկը դադարեցնի։ Այս շաբաթ Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության գրասենյակի նախաձեռնությամբ Ալավերդու քաղաքապետարանում կայացավ սեմինար քննարկում։ Իրականացվող ծրագրի նպատակն է բարելավել միջհամայնքային համագործակցությունը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելարուս, Ուկրաինա ուղղություններով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ 3 ծրագրերի ֆինանսավորման նպատակով շուրջ 12 միլիոն եվրո է հատկացվել։ Հայաստան-Վրաստան ծրագրի իրագործման համար 3 միլիոն եվրո է հատկացվել։ Տարածաշրջանային համագործակցության միջոցով, այսինքն հարևան պետությունների սահմանակից մարզերի եւ համայնքների համար այս ծրագիրը խթան է եւ նպաստելու է սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Վրացական կողմից ծրագրին մասնակցում են Սամցխետ, Ջավախետ եւ Քվեմոք-Քարթլի համայնքները, իսկ Հայաստանի կողմից Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզի համայնքները։ Փորձագետները համայնքների ղեկավարին հորդորում են ներկայացնել համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք արդյունք կունենան նաեւ հարևան երկրում։ Թումանյան համայնքի ղեկավարն առաջարկում է հայ-վրացական համագործակցության կենտրոն հիմնել, իսկ Ճոճկան համայնքի ղեկավարի առաջարկն է հայ-վրացական սահմանին գյուղմթերքների վաճառքի ազատ գոտի հիմնել։
ինչը թույլ կտա հարևան երկրներում ապրող գյուղական համայնքների բնակիչներին իրացնել արտադրված բերքը։ Հնչեցին նաև այլ առաջարկներ, իսկ Ալավերդու քաղաքապետը կարծում է, որ տարածաշրջանային համագործակցությունը կարելի է խորացնել, լուծելու նաև որոշ բնապահպանական խնդիրներ։ Վերջերս Ալավերդում կառուցված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը նաև անդրսահմանային նշանակություն ունի, սակայն արդյունքը նկատելի կլինի աղբի վերամշակման ձեռնարկության ստեղծումից հետո։ Ինչ առումով է սա նպատակահարմար գտնում, քանի որ եւ պրեզենտացիայում հայտարարված ծրագրային բովանդակության համահունչ եւ մասնակից համայնքները անուղղակիորեն ներգրավում են։ Խոսքը գնում է կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի հետագա շահագործման, աղբի վերամշակման եւ այլ խնդիրների լուծմանը։ Տարիներ առաջ մենք պետական աջակցությամբ եւ համայնքային բյուջեի միջոցներով ֆինանսավորեցինք եւ 2012 թվականի սեպտեմբերի շահագործման հանդիպեց Ալավերդի կենցաղային թափոնների աղբավայրը, որ ակնհայտ է ունի ոչ միայն համայնքային տարածաշրջանային, այլ նաեւ անդրսահմանային բնապահպանական էֆեկտ, հաշվի առնելով որ Վրաստանի տարածքում շուրջ 10,000 հեկտար հողատարածք գյուղատնտեսական ոլորտում է դեպետ գետի ջրերով եւ ընդհանուր մենք ջրավազանային համակարգ ենք կազմում դեպետքում։ Փորձագետները նախանշեցին առաջարկվող համագործակցության ոլորտները եւ խոստացան առաջիկայում ներկայացնել եվրոպական հանձնաժողով։ Ծրագրում բացառապես ներգրաված են պետական եւ ոչ պետական մարմիններ։ Ծրագրի շրջանակում չեն ֆինանսավորվի բիզնես ծրագրեր, ասում է փորձագետ Էմմա Սարգսյանը։ Բարձրացվեցին խնդիրներ, որոնք արդիական են ցանկացած գյուղական համայնքի, ինչու՞ չէ ցանկացած քաղաքի համար, որովհետեւ մենք խոսեցինք բնապահպանության մասին, որի խնդիրն ունի թեկուզ հենց Վրաստանը, սահմանակից չի կարող չունենալ, հա, գյուղատնտեսությունը, որ ցանկացած համայնքում է խնդիր, երիտասարդության զարգացումը, որ նույնպես մեծ խնդիր է բոլոր համայնքների համար, որովհետև հատկապես մեր ռեգիոնում ինֆորմացիան կենտրոնացված է հենց մայրաքաղաքներում ու շրջանների երիտասարդություն լուրջ խնդիր ունի այդ ինֆորմացիային հասնելու համար։ Դրա համար այսօրվա մեր հանդիպում շատ արդյունավետ այն պատճառով, որ հենց այսօր այստեղ ենք մենք ձևավորում այն պրիորիտետները, որ հետո դառնալու են ծրագրի մաս։ Ալավերդու քաղաքապետարանը մարտի 20-ից ապրիլի 20-ը հայտարարել էր քաղաքի մաքրման եւ բարեկարգման միամսյակ, մինչեւ օրս քաղաքի տարբեր թաղամասերում կատարվել եւ շարունակվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացվել։ Ապրիլի 27-ին կայացավ մաքրման եւ բարեկարգման աշխատանքների ամփոփումը։ Քաղաքում կայացավ համաքաղաքային շաբաթօրյակ։ Վաղ առավոտից հիմնարկ ձեռնարկությունների ուսումնական հաստատությունների աշխատակիցներ ձեռնամուխ եղան իրենց ամրագրված տարածքների մաքրման գործին։ Սարահարթի Մշամարտի դպրոցի աշխատակիցներն ուսաները մաքրեցին իրենց շենքի տարածքը։ Մշակույթի պալատում տեղակայված գրադարանի աշխատակիցները բարեկարգում էին Սարահարթի հրապարակին հարող տարածքը։ Մեր աշխատողներով գրադարանի դուրս ենք եկել շաբաթօրյակի։ Դա բոլորիս պարտքն է, որ մեր շրջապատը մաքուր պահենք։ Ուզում եմ ասենք լինի շենքի բակը, աշխատանքի տեղը, բոլորս էլ լավ տրամադրությամբ դուրս ենք եկել, ուզում ենք մեր շրջապատը մաքուր լինի։ Շաբաթօրյակի ընթացքում Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետները մաքրեցին ու բարեկարգեցին անմեղ զոհերի հուշարձանի տարածքը, իսկ Ալավերդու պետական քոլեջի ուսանողներին վստահված էր պատմական քարե կամուրջի բարեկարգումը։ Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկան նաև Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցներն ու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցի սաները։ Շաբաթօրյակը շատ կարևոր է, որ մեր քաղաքը լինի մաքուր եւ այսօր բոլոր շրջաններում շաբաթօրյակ են անում, մենք էլ այստեղ մենք քանի որ այս սպորտզալը մերն է, մենք պարապում ենք այստեղ, եկել ենք որպեսզի մաքուր պահենք։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ ոչ թե միայն իր տները հավաք պահելով, այլ փողոցներ, շրջապատ միջավայրներ պետք է մաքուր լինի, որ յուրաքանչյուրս մեզ լավ զգանք։ Հնարավորին չափով մենք անում ենք կոլեկտիվով հանդերձ։ Մաքրման ու բարեկարգման աշխատանքներին ընթանում նաև Սանահին կայարան թաղամասում, սակայն այստեղ ակտիվ էին ոչ թե բնակիչներն, այլև թիվ 1 բնակչագործման տեղամասի աշխատակիցներն, ովքեր թփերից ու ծառերից ազատեցին Սանահին կայարան տանող ավտոճանապարհը։ Հիմա Սանահին կայարանի պրայեզդից մինչև այս 16 շենքի մոտը այս ճանապարհը արդեն տեն մեկանանց անելի է դարձել, այս մոշուտների, տերևների պատճառով հիմա մաքրում են, որ հեշտ լինի տրանսպորտի շարժը։ Ես ինչպես ամեն
առիթի ասում եմ, այսօր պահանջատեր են բոլորը, ոչ մեկը իր լուման չի ուզում ներդնի։ Մեր ուժերը թե չեն բավականեցնում, այսօր էլ շաբաթօրյա էլի կանչ ունեինք, բայց քանի որ դե համակարգային ուզում ենք մեր քաղաքը մաքրենք, վերցրել ենք եկել այստեղ, հիմա այստեղ կվերջացնենք, նոր կգնանք այդ կանչը կտեսնենք ինչ ակոյողագծի վթարումը այդ էլ կվերացնենք։ Համակարգային շաբաթօրյակին անգործ չմնացի նաև կոմունալ ծառայության աշխատակիցներ, ովքեր մաքրեցին Սարահարթ տանող ճանապարհի մայթերը։ Թաղամասերում, բակերում ու փողոցներում կուտակված աղբի տեղափոխումը ստանձնել էր Ալավերդու քաղաքապետարանը։ Մաքրություն հաստատելը, պահպանելը դա ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ ամսվա խնդիր չի, դա ամենօրյա խնդիր է, որ պետք է միշտ այդ աշխատանքները կատարվեն, բայց նաև նման միջոցառումները, ակցիաները անհրաժեշտ են մաքրության մեկամսյակ, շաբաթօրյա համակարգային, որը բացի զուտ մաքրման աշխատանքներ կատարելը, որ շատ անհրաժեշտ է, նաև ունի քարոզչական, դաստիարակչական նպատակ եւ կարծում եմ, որ ամփոփելով անցած մեկ ամսվա կատարած աշխատանքները կարող ենք փաստել, որ հայտարարած հռչակած նպատակին ծառայեց մաքրության մեկամսյակը, քանի որ մենք նկատեցինք եւ ակտիվություն եւ մասնակցություն, բարձր ակտիվության կողքին ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ որ որոշ շենքերի բնակիչներ այդքան էլ ճիշտ չեն հասկացելու մեկնաբանել շաբաթօրյակի գաղափարը եւ դեպքերն երբ որ զանգահարել են, առաջարկելով մեզ, որ շաբաթօրյակ եք անում, եկեք մեր շենքի հայաթում էլ արեք։ Մարդկանց բացատրել ենք, որ իմաստը շաբաթօրյակին է, որ իրենք բնակիչներով իրենց շրջակայքը շենքի մաքրեն, մենք իհարկե համապատասխան աջակցություն կցուցաբերենք։